Ողջույն, Բուն TV-ի եթերում սպորտ ոդքասթ Հեթանոսի հետի հերթական թողարկումն է։ Այսօր կրկին մեզ մոտ հարցազրույց է։ Հյուրս Վարդան Սաղյանն է։ Շնորհակալություն, որ առավոտը ինձ եք սկսում այս տաղավարում։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Մենք մի քանի անգամ անդրադարձել ենք այստեղ, խոսել ենք ոդքասթի շրջանակներում, տարբեր առիթներ են եղել, խոսելու վազքի ու մարաթոնի մասին, մարաթոնյան վազքի մասին։ Դու այդ հերթական շարքը լրացնողներից մեկն ես։ Ես չեմ ուզում քեզ ներկայացնել, թե ինչպես եղավ ու ստացվեց, որ մենք հայտնվեցինք այսօր այստեղ։ Կցանկանամ քո ընկալումը լսել, թե ոնց է ստացվել, որ հայկական համացանցում, որտեղ արդեն ամեն ինչի մասին ոդքասթներ սկսում են անել, բայց մեծ հաշվով վազքը թողել են լրիվ մի կողմ ու ինքը դարձել է ինչ որ մի բան, որը ոնց որ sense զզվելի են հայաթում պապիկների կողմից խոսակցություն լինի, որ դե վազքը լավն է, բայց ոչ մեկ է դրա մասին չի խոսում, մի տեսակ։ Անկամ վիրավորական է։ Հասկացա, նորից բարև ձեզ։ Շատ լավ թեմա է, հենց երևի մենք ճիշտ ասած չենք պայմանավորվել թե ինչ հարցեր եք տալու, բայց շատ լավ թեմա է։ Երևի իմ կարծիքով հարցն է, որ վազքը ինքը իրանով երևի բացի վազողից բոլորի համար, նույնիսկ վազողի համար էլ ինքը տխուր, ձանձրալի, ոչ ինչ որ sense հետարքիր կողքից նայելու համար, հենց պապիկոտ էլ բան է իրականը, որովհետև ինքը դե առողջություն է, լավ է, հետո այդ մարդիկ հիմնականում զբաղվում են այն տարիքում, երբ որ իրանց թվում է, որ պետք է առողջությունը, ասենք, կարգի բերել, գնում վազում են, հիմնական վատ շորերով լիքը մարդ կա, տենց մեծ մարդիկ, բան ինքը անգլերեն ասած ֆան չի, հայերեն ասած էլ տենց տխուր բան է, չի մոտիվացնում այնքան, որ մարդիկ զբաղվեն, սիրեն, դրա մասին հա խոսան, ինչի մասին խոսան։ Հիմա ասենք ես առավոտը դուրս եմ եկել Վարդավառի այգում մի ժամ վազել եմ։ Դրա մասին դե մարդ կա ունի այդ տաղանդը կարող է մի ժամ խոսա։ Բայց հիմնականում այդ մի ժամ ոչ մի բան բացի վազքից առաջի հայացքից թվում է տեղի չի ունենում։ Դե կարծում չունի այդ պոտենցիալը իր մասին այդքան խոսալու։ Բայց ամբողջ աշխարհում տենց չի։ Ինչու է մեզ մոտ տենց։ Հա, ամբողջ աշխարհում տենց չի, որովհետև երևի թե արաբական երկրների մասին չգիտեմ, ընդել այդքան էլ դա ինչ-որ պոպուլյար բան չի, բայց Եվրոպայում, Ամերիկայում դու դուրս ես գալիս փողոց, ասենց 360 որ գլուխը պտտում ես, տեսնում ես առնվազն 3, 4, 5 հոգի վազող մարդ։ Հիմա այդ ընդեղ դարել է ինչ-որ կուլտուրայի մասամբ առողջության, մասամբ ինչ-որ հաջողակ լինելու, չգիտեմ, մասա դարել։ Հետո ասենք, երբ որ նայում ենք նույն մարաթոնները դրսի կազմակերպած, այդ մենք ենք խոսում մի քանի մեծ մարաթոնի մասին, ցանկացած եվրոպական քաղաքում այդ մարաթոնները հավաքում են, ասենք 5000 պլյուս մասնակից, 10000 մասնակից, եթե մենք խոսում ենք մի քիչ մեծ քաղաքներում, այդ ասենք այնտեղ մեծ բան է։ Հիմա այստեղ այդ մեծ բան չի, էլի կան մարդիկ, որոնք ես իրոք շատ ուրախ եմ, որ կան մարդիկ, որոնք կազմակերպեն ստեղ այդ միջոցառումներ, բայց դե մենք խոսում ենք հարյուրավոր մարդկանց մասին, որոնք մասնակցում են, ոչ թե հազարավոր։ Ես կարծում եմ մի քիչ չափազանցված է այն կարծրատիպը, որ Երևանում վազում ես, մարդիկ նայում են ու ինչ որ Երևանը փոխվել է, ընդունի, որ հիմա փոխվել է ինչ-որ։ Ես երբեք չեմ էլ դա ականատես եղել, ես վազում եմ, փողոցում վազելու մասին է խոսքը 11 տարի, երբեք չեմ նկատել, որ ինչ որ կամ զարմացած նայեին, որ ինչ-որ մարդ իր հասուն տարիքում ոչ թե երեխա է, այլ բայց վազում է փողոցում, բայց այդ մի քիչ չափազանցված է իմ կարծիքով, այստեղ տենց խնդիր չկա, ավելի շուտ մարդկանց մեկ է լրիվ, որը ես կարծում եմ բոլոր երկրներում է մեկ ցանկացած այլ մարդու փողոցում վազելը, քայլելը, չգիտեմ, թռչկոտելը։ Դա մեծ քաղաքի սինդրոմ անվանեմ, ինչ անվանեմ, ինչ ուզում անում։ Եթե կարճացնենք պատասխանս, ինձ թվում է մարաթոնյան վազքը եւ վազքը ինքնին ունի Հայաստանում կոնկրետ այն պոտենցիալը, որ իր մասին շատ խոսան։ Մեկ երևի թե չկա այդքան խիտ մրցակցություն, օրինակ, հա ինչ որ երկրներում դրա մասին խոսում են, որտեղ ունեն բազմաթիվ աշխարհահռչակ էլիտ այդ մակարդակի վազորդներ, որ ասենք թեկուզ ոդկաստ կլինի կամ հարցազրույց կլինի, նվիրված է այդ մարդկանց պայքարին, այդ մարդկանց ինչ որ իրոք հաղթանակներին կամ ասենք երկրորդ, երրորդ տեղ այդ մրցանակային տեղ գրավելուն։ Այստեղ
մենք ունենք ես իմիջայլոց ձեզ խորհուրդ կտամ ձեր հաջորդ թողարկումներին հրավիրեք Ռոմանը Ալեքսանյան, որը այս տարի մի ամսից կվազի Վալենսիայի մարաթոնը փորձելու է 2 ժամ լավ իր պլանները չասեմ, բայց ինքը քանի որ պրոֆեսիոնալ վազորդ է, ինքը հրավիրեք, ինքը ավելի սպորտային առումով կխոսա, ավելի պրոֆեսիոնալի անունից կխոսա դրա մասին, բայց լավ ասենք 1-2 հոգին, որոնք ինչ խոսալ էլի ավելի հետաքրքիր խոսալ ֆուտբոլի մասին, ըմբշամարտի մասին, չգիտեմ, բրզնցքամարտի մասին, հիմա արդեն թեկուզ նույն մարմնամարզությունը մենք ունենք, ասենք Արտուր Դավթյան, բայց ես չեմ տեսնում դե ունենք մարդ, որ օլիմպիական չեմպիոն է, արծաթի մեդալակիր եւ այլն, բայց հիմա այս իր մասին բնականաբար ավելի քիչ են խոսում, քան մեր ֆուտբոլի հավաքականի, որը օրինակ չի որակավորվում աշխարհ կամ Եվրոպա։ Երևի թե չորակավորվում։ Երևի թե չէ, բայց ինքը ֆուտբոլը իրանով ավելի պոտենցիալ ունի, որ իր մասին խոսան։ Քան թե մարմնամարզությունը, ասենք հիմա ֆուտբոլից բոլորս Չէ, իդեպ ասեմ, որ պարբերաբար հարցազրույցներ լինում է, բայց միտքդ ես լրիվ հասկանում եմ ու կիսում եմ։ Հա, մենք ունենք հաջողություններ ու իդեպ ինքը այն մարզաձևերից է, որը կարաս բազային էլ անվանես, հա, ոնց որ վազքը մարմնակրթությունը, մարմնամարզության իմաստով ինքը կարևոր է բոլոր մարզաձևերի համար։ Իդեպ վերջի շրջանում նաև ես իմ տղային սկզբից տարել եմ մարմնամարզության, որպեսզի ինքը հետո գնա ֆուտբոլի։ Լավ, ինչու դու եկար այս տաղավար ու ինչու է մեր այս տաղավարի սեղանը զարդարում այս մեդալը։ Քո համար երևի թե սա մի նպատակ է, որը որ ավելի վաղ շրջանում ես դրել ու հաղթարել ես, անցել ես, ստացել ես։ Զգացողություններդ ինչպիսին են եղել։ Так, հա, հիմա սրա մասին սենց կարող եմ մի քիչ անսպասելի պատասխան ասեմ։ Ինչ վերաբերում է միակն եմ թե չէ, այդ հեշտ է ստուգվում, կայք կա այդ ֆինիշերների 6 մեջոր ֆինիշեր մտնում ես երկիրը մուտքագրում ես, բերում է թե ովքեր են այդ երկրից արել։ Իմիջիալոց հիմա վերածվել է 7-ի արդեն եւ 8-րդն էլ որպես տեխնացու 8-րդ մարաթոնն էլ արդեն քննարկվում է, Սիդնեյը արդեն ավելացել է եւ Կեյփթաունը հարավաֆրիկյան որպես տեխնացու է դիտարկվում, այսինքն մի որոշ ժամանակ հետո իրանք դառան 8, 9 եւ այլն։ Հիմա ինչ վերաբերում է այդ 6 մեջոր մարաթոն վազելու միֆին, էլի։ Ես քանի որ արել եմ, միգուցե կարող եմ մի քիչ սենց հետ նայել էլի դրան, մի քիչ ավելի սենց արժե զրկեմ էլի այդ նվաճումը, որտեվ արել եմ։ Միգուցե դրանից է դա, որովհետեւ այն մարդիկ ովքեր ձգտում են, իրանց դժվար է դրան տենց նայել։ Հիմա այդ 6 մարաթոն վազելու ոնց է դա անում էլի։ Հա, իրականում ցանկացած մարդ, ով որ ունի բավականաչափ դրամական միջոցներ, կարող է դա անել։ Եվ կան նույնիսկ մարդիկ, Facebook-ից գիտեմ էլի, անձամբ չեմ ճանաչում, որոնք անում են 1 տարում։ Այսինքն վճարելով համապատասխան կլինի բարեգործություն, կլինի տուրիստական ագենստվաների միջով կարող ես գնալ եւ 1 տարում 6-ն էլ վազես, ունենաս լրիվ նույն մեդալը եւ նույն ձև քեզ լավ զգաս կամ ավելի նույնիսկ լավ զգաս, քան օրինակ ես կամ մեկ այլ մարդ։ Դա համար ես սրան համ ինչ որ այդ ուղու ինչ որ մի ստադիայում քեզ թվում է դու sense ձեր ասածի պես sense շոր Այդ նվաճում ես, դու նվաճում, ահա 3 արինք, մնաց 3-ը, ինչպես անել են հաջորդ 3-ը, ոնց գրանցվել, արագ վազել, չգիտեմ, որակավորվել, որովհետև ես կոնկրետ ամեն մի մարաթոնին գրանցվելը մի առանձին պատմություն ա եղել, էլի, ու մեծ մասը ժամանակով եմ որակավորվել, այսինքն վազել եմ նախորդ մարաթոններ այնքան արագ, որ հաջորդներին տեղ ունենամ, բայց կա մարաթոն, որը օրինակ Տոկիոյի մարաթոնը անհնար է իմ դեպքում, էլի, եւ շատ-շատերի ժամանակով որակավորվել ու հայտնվել այդտեղ ես վճարել եմ գումար այդ բարեգործական ճապոնական հիմնադրամի այդ պայմաններից մեկն է էլի ու տենց եմ իմ տեղը այնտեղ գտել հիմա մարդիկ կան որ բոլորն են փողով անում հիմա ասեմ մի պահից ընկնում ես այդ ծուղակը երբ որ ասենք մի 2-3 հատ արել ես քո սոցիալական մեդիայի ֆիդում չգիտեմ մեյլերով քեզ անընդհատ սկսում են գալ որ հաջորդների մասին ինֆորմացիաներ, այդ իրանց հաջողության պատմությունները, գեղեցիկ նկարներ, հասկանում ես այն ժամանակ, երբ որ ես նոր էի սկսում, ասենք աշխարհում կար մի 4-5 հազար հոգի, որ սա արել էր, հետո ինքը սիրողական վազորդների այդ բարձրագույն, ասես մի հատ նվաճումն ա, որ ընդհանրապես սիրողական վազողը կարող է ունենալ այդ 6 մեջորը եւ այլն, դե մեջորներն էլ իրանք իրանցով դրանց մասին կարող են խոսալ, որ
հա իրանք շատ լավ մարքեթինգ արած մարաթոններ են։ Ես վազել եմ 15 մարաթոն, որից 6-ը մեյջր, կան մարաթոններ, որոնք մեյջր չեն համարվում, շատ ավելի լավ են կազմակերպված, շատ ավելի լավ փորձառություն է ստանում իրենց վազելիս, որտեղ ավելի քիչ մարդ է մենակ դրանցից որը մեկը, որը ամենալավն է կազմակերպչական իմաստով, կխնդրեմ մի հատ մտաբերես, բայց երբ դու ասում ես, որ յուրաքանչյուր ցանկացող պարզապես գումարի դիմաց կարա մասնակցի, որը ի դեպ այո այդպես է, բայց չի կարա գրանցի այն արդյունքները, որոնք որ դու գրանցել ես։ Ես օրինակ բավական ընդունելի ու իմ համար ակնահաճո թվեր եմ օրինակ տեսել, եթե չեմ սխալվում, քո Լոնդոնն էր ամենաարագը։ Ամենաարագը Ամստերդամն է, այն 2:49 է Ամստերդամը, որը մեյջր չի հենց։ Չէ, դրա համար եմ ասում, որ դրանց ցանկում ամենալավ արդյունքը 2:53 Լոնդոնինն էր, որը իմ համար տենց երազանքի պես մի բան է, այն դեպքում, երբ որ ինձ ու քեզ տարիքային բավական լուրջ տարբերություն կա։ Նույն ես 89 թիվ եմ, բայց ես կերազեի տենց թիվ քո տարիքում գրանցեի։ Դե հիմա ես դրա համար ուզում եմ այդ շատ ցավոտ թեմա է իմիջիալոց, ոչ իհարկե հայկական վազքի տենց համայնքում, բայց ընդհանուր շատ են քննարկում դրա մասին։ Հիմա ֆինիշ անել մարաթոն պարզապես։ Քիչ պարապել կամ չպարապել, գնալ, ասենք 7 ժամում քայլել, վազել մարաթոնը եւ ասենք պարապել, այդ երկար ժամանակ պարապել ու անել, ասենք քո լավագույն ժամանակում, խոսքը չի գնում անպայման 3 ժամում, բայց իմանալ, որ դու պարապել ես, ներդրել ես քո ժամանակը, ռեսուրսը, մոտիվացիա ես ինչ-որ տեղից գտել եւ այլն, ու դա պարապած արդյունք է։ Հիմա խնդիր կա, օրինակ, քանի որ արևմուտքում շատ են խոսում, որ պետք է հանդուրժողական լինել բոլոր ձևի մոտեցումների հանդեպ, ասենք նաև սպորտի եւ մարաթոնի, ասում են կապ չունի, ցանկացած մարդ 7 ժամում, 8 ժամում, 9 ժամում, այդ մարդը արել է միևնույնն է, այդ մարդը ստանում է նույն մեդալը, նույն ձև իրան լավ ազգում, միգուցե նույնիսկ մի քիչ ավելի լավ ազգում, քան այն մարդը, որ ուզում էր անել 3 ժամ 10 րոպեում, բայց այլա 3 ժամ 15 րոպեում ու տենց մի քիչ հիասթափված տուն է գնացել։ Հիմա այստեղ հարց կա։ Ես օրինակ միգուցե բնույթով լինելով ավելի սենց մրցակցային ուղեղով մարդ կամ միգուցե նրա պատճառով, որ իմ մոտ ի սկզբանե հեշտ է գնացել այդ վազքի process-ը, ինչ-որ մի պահից որոշել եմ, որ իմ համար կարևոր է այդ ժամանակը, որում ես անում եմ, որովհետև դա սկզբից չի եղել, առաջին մի տարի ես պարզապես վազում եմ, որովհետև հաճելի էր։ Հետո երբ որ կազմակերպեց Երևանի առաջի կիսամարաթոնը, ինչ որ չափ տենց մոտավորապես պարապելով ես վազեցի, շատերից ավելի արագ, ոմանցից ավելի դանդաղ, բայց իմ մեջ արթնացա, որ փաստորեն այստեղ լինում է ինչ-որ մրցակցություն կա, ինչ-որ ժամանակներ գրանցել, որոնք դե բնականաբար պրոֆեսիոնալ կամ համաշխարհային մակարդակով ծիծաղել են, բայց դա ամեն դեպքում դու քեզ ինչ-որ լավ ես զգում։ Դրանից հետո հա, օրինակ ես փոխվեցի, որ ամեն մարաթոնին փորձում էի ավելի լավացնել իմ արդյունքը, պարապում էի շատ ստրուկտուրավորված գրքերով, ծրագրերով եւ այլն, դա միանշանակ բոլորին տալիս է արդյունք։ Ցանկացած մարդ ցանկացած ծրագրով եթե պարապում է, բնականաբար իր արդյունքները կլավանա, իհարկե ինչ-որ մի պահ, որից հետո էլ չեն լավանա, որովհետեւ կհասնի կամ պիկին կամ արդեն այդ ծրագրով չի պետք պարապել եւ այլն, կամ պետք է, չգիտեմ, անհատական մարզիչ, որը կոնկրետ այդ մարդու համար ծրագիր կմշակի։ Հիմա դրա համար ես ավելի երևի ինձ լավ եմ զգում կամ բառը չեմ սիրում, քանի որ փորձում եմ համեստ լինել ու թվալ։ Ես օրինակ իմ արած ժամանակով, ասենք իմ ամենաարագ մարաթոնի ժամանակով ավելի եմ ինձ շոյված զգում ներքուստ, քան որ 6 հատ մարաթոն եմ վազել։ Կներես մի հատ էլ կասես Ամստերդամը որքանով ես վազել։ Ամստերդամը վազել եմ 2 ժամ 49 րոպե ու 49 վայրկյան մոտավորապես, տես մի բան, դե ամբողջ նպատակն էր, որ 2 ժամ 50 րոպեի մեջ տեղավորվել ու հենց տես տեղավորվեց։ Ինքը էլի համարվում է շատ ասենց հեղինակային մարաթոն, ատլետիկայի ասոցիացիա կա, որը մարաթոնին շնորհում է լեյբլներ, gold, platin, նույն կազմակերպվածության մասնակիցների, էլիտար մասնակիցների մակարդակով եւ այլն, ինքը էլի տենց պլատինում, տոլի ոսկե լեյբլն է, շատ մեծ լուրջ մարաթոն է։
Հա, ասածն է որ իմ համար այդ ավելի կարևոր է, քան որ ինչ որ գնալ 6 հատ վազել մարքեթինգ եղած մարաթոններ։ Հա։ Եթե քո համար դարձել է քո արդյունքը կարևոր, քո տարիքում, որքանով արդեն կարող ես դու բարելավել, հաշվի առնելով շատերի մոտ սեփական մարմինը բանանել, հարմարացնել դրան ամեն մեկի մոտ յուրովի է ստացվում։ Դերևս դու ամենալավը կիմանաս, թե որքանով ես կարող լավացնել քո արդյունքը։ Շանս կա դերևս ինչ որ մի բան լավացնել։ Ուրեմն այդ Ամստերդամը ես այլեմ 2 տարի առաջ 23 թվին, այսինքն այդքան էլ վաղեմի բան չեմ ասում, այսինքն դեռ մինչև 2 տարի առաջ 44 տարեկան էի, դեռ մինչև 44 տարեկան բարելավում էի։ Այս տարի ոչ մի մրցում չեմ վազել, անցյալ տարի վերջին վազել եմ Բերլինը, որը փորձում էի բարելավել հենց մասնավորապես Ամստերդամ, փորձում էի 2 ժամ 45 րոպեում վազել Բերլինը եւ պարապմունքների ընթացքում թվում էր թե իրատեսական է, որովհետեւ դե ասենք անում ես այդ արագ վազքերը եւ այլն, այդ տեմպը, որով պետքա վազեմ մարաթոնը, չեմ ասի որ հեշտ էր թվում, բայց երբեք հեշտ չի թվում, այդ sense տենենց իրատեսական էր թվում եւ պարապմունքները լավ էին անցնում։ Բայց մարաթոնի երևի գաղտնիքն էլ է դա, որ մինչև չես սկսում վազել, մինչև տենց 30-րդ կիլոմետր, չգիտես ինչ կլինի քո հետ, հա, եւ եղավ այն ինչ որ եղավ, չստացվեց, որովհետեւ շատ բարդ գնաց, արեցի 2 ժամ 57 րոպեում, որն էլ վերջի մարաթոնն էր դա իմ վազած, որն էլ երևի թե առիթ եղավ ու պատճառ եղավ, որ ժամանակավորապես ասենց ասած դադար եմ վերցրել, վազում եմ իհարկե շաբաթը 5 օր, բայց մրցումներ մասնակցելու, մրցումներ գրանցվելու դրանից դադար եմ վերցրել։ Կամ դրա մասն 2 բառ ասեմ։ Բայց դա նշանակում է, որ կոպիտ ասած մի քիչ դու հաշվի առնելով տարիք եւ մարզումային process, դու կարող ես հետ ընկնել ու հետո արդեն չկարողանաս այն պիկային քո մարզավիճակը Չգիտեմ, այդ շատ բարդ է, նույնիսկ եթե ունես անհատական մարզիչ, միգուցե անհատական մարզիչների նաև դերը դա է, որ իրանք շատ կոնկրետ հասկանան ինչը այնպես չի գնում, օրինակ ինչ հնարավոր է բարելավել ընդհանրապես տեսականորեն քո մարզավիճակը, թե ոչ։ Հիմա ես բնականաբար չունեմ, չեմ էլ ուզում ունենամ անհատական մարզիչ, գրականություն կա, որը կարդալով քո մարմինը լսելով մոտավորապես ինչ որ հետևություններ ես գալիս։ Հիմա չէ, 1 տարի, քանի որ ես պահում եմ այդ բազան, բնականաբար եթե ես որոշեմ երբևէ ինչ-որ մրցման մասնակցել, 4-5 ամիս առաջ սկսում ես արդեն ավելացնել արագ բասկեր եւ այլն, արդեն ստրուկտուրան ավելացնում ես կիլոմետրաժը շաբաթական, գալիս ես այդ մարզավիճակի։ Ես նույնիսկ չգիտեմ նախորդ ինչի է վատ գնացել, որտեվ այդ շատ դժվար է, ասենց ու եթե մասնագետ չես, ես մասնագետ չեմ։ Հիմա ունեմ հա 10 տարվա վազքի։ Բայց գայական ինչի է դեր կապված։ Դե հոգնում ես էլի։ Վազքի ընթացքում չես կարողանում վազել։ Ես մի հատ Ես հասկանում եմ քո եգնական մոտեցումը որոշ դետալներին, բայց օրինակ իմ համար sense ես օրինակ օրագիր եմ պահում։ Ես Strava-ն օրագիր է էլի։ Չէ, ես պահում եմ օրագիր, որտեղ որ գրում եմ։ Ձեռով գրում եմ, նկարագրում եմ ու մտածում եմ։ Լավ, ինչ արեցի սխալ։ Օրինակ առավոտյան վատ արթնացա, գիշերը վատ էի քնել։ Ես տենց հա, մի քիչ ավելի sense գլոբալ եմ, ու գլոբալ չեմ, մեծ եմ մոտենում դրան, որովհետև այնքան շատ են այդ փոփոխականները, հա։ Մի օր քեզ թվում է վատ քնեցիր, երեկոյան էլ ինչ որ սխալ բաներ եկել, առավոտ շատ լավ անցնում է քո մարզումը կամ մրցումը։ Մյուս անգամ թվում է ամեն ինչ իդեալական էր ու վատ է անցնում։ Այսինքն ես ինքս 10 տարի վազելով բան չեմ հասկացել։ Հա, բան չեմ հասկացել, ես վերջերս ինձ Strava-ն հիշացնում էր, որ ես 31000 կիլոմետր իրար գումարած վազել եմ, դրա մեջ այդ մարաթոնները, մի քանի կիսամարաթոն, բայց ամեն հենց կոնկրետ մարաթոնի մասին եմ խոսում, որտեղ կիսամարաթոնը մի քիչ ավելի հասկանալի մրցատարածություն է, ասենք դե հա լավ, տևում է մի ժամ, 1.5 ժամ, մի ժամ 20 րոպե, հավանականությունը որ մի բան տեղի կգնա ավելի քիչ է, էլի։ Դե եթե վատ ես պարապել, բնականաբար վատ կլինի։ Դե խոսում ենք այն դեպքում, երբ որ լավ պարապած ես, հավանականությունը որ ինչ-որ մի բան վատ կգնա,
շատ մեծ է։ Ես կարող եմ իմ ասենց այս վերջս մտածում եմ 15 մարաթոններից առնվազն կեսը շատ վատ է գնացել, բայց ես միշտ պարապած եմ եղել։ Ընդ որում ես ունեցել եմ մարաթոն Վիեննայում, որը ես ուշագնաց եմ եղել 40-րդ կիլոմետրից հետո, ուշագնաց բառի բուն իմաստով, որ ուշքի եմ եկել, երբ որ ես տենց վրանի տակ պարկած եմ, ինչ որ երևի ֆիզլուծույթ է միացրած, տենց մի 3-4 ժամ, ասենք էդ էլ ա եղել է Չիկագոյի մարաթոն։ Իսկ դրանից առաջ ոնց էիր պատրաստվել, նախապատրաստվել։ Շատ լավ պատրաստվել եմ, բայց այդ դեպքում մի քիչ պարզ է ինչ էր եղել, որովհետև ես հիվանդացել էի, գրիպ, արդեն 4-րդ օրն էր, ինձ թվաց արդեն վերականգնվում եմ եւ հասել էի արդեն տենց պարապած, իմիջիալոց բոլորին, ով որ ես նայում ա լսում ա, երբեք մի արեք դա։ Եթե հիվանդ վիճակում ընդհանրապես պետք չի վազել։ Եթե թվում է որ դե լավ ոչինչ, հա կարող եք դուրս գալ տենց շատ թեթև, ամենաթեթև տեմպով, կես ժամ վազել, մի քիչ լավ կզգաք ձեզ, կգաք, դրանից հետո մի 3 օր ավել հիվանդ կմնաք, բայց եթե շատ եք ուզում արեք, բայց անել ինչ որ ինտենսիվ պարապմունք, իսկ առավելևս մրցակցային վազել։ Այդ ես ասում եմ, ես իմ մաշկի վրա ու այդ հետո շատ եմ կարդացել, հենց տենց էլ լինում է, այսինքն ոչ թե իմ մոտ ինչ որ բացառություն էր եղել, դու արդեն ջերմությունդ բարձր է, մի քիչ ջրազրկվում ես ավել, այդ ջերմությունը այնքան է բարձրանում, որ դու հենց ուշագնաց է եղել։ Չիկագոյի մարաթոնում կոտրել էի ոդկաս չեմ ասի, որտեղ ոդկաս չէր, բութ մատի ոսկորներից մեկը հենց մրցման ժամանակ, բայց ֆինիշ արել էի առանց իմանալու որ կոտրել եմ էլի, հետո եկա Երևան, տենց ռենտգենով հասկացա։ Հիմա այդ բաներ են, որոնք լինում են, որոնք մինչև այդ պարապում ես 5 ամիս չեն լինում, հենց այդ օրը ինչ որ բան է լինում քո հետ։ Իսկ դու մես ամբողջ ոդքասթը շատերի համար կարա վազքի հակառեկլամ դառնա։ Ես եթե տենց է, ուրեմն արի հա, կարա դառնա։ Չէ, արի գնանք ջիմ։ Պրոստը։ Դե ջիմը ավելի վատ տեղ է։ Գիտես, հա։ Այդ առումով։ Ու ես միշտ իմ համար այնպես ցավալի է եղել, որ շատերը սպորտը ու սպորտով զբաղվելը ջիմ են անցալում։ Ու շատ հաճախ մեկ-մեկ լինում է ես ինչ որ վազքերից առաջ թեթևակի ծանոթներիս մոտ գնում եմ ինչ որ ուժային վարժություններ անելու, որոնք որ ես չեմ սիրում անել դրանց մեծ տեղ հատկացնել, բայց որոշակի չափականակ փորձում եմ լրացնել, հա։ Ունդեղ երբ որ մարդկանց եմ տեսնում, որոնք որ գալիս են իրենց օրօրյա ռուտինայի մի մասն են դարձրել, ու շատ խնդալու բաներ են անում։ Ու իրանք հավատացած են, որ իրանք առողջ են ու սպորտով են զբաղվում, նույն են, որ ասում են ինսուլտ եմ ստանում, մեղմ է։ Հա, եթե դուք տենց եք մոտենում դրան, ես ասեմ, նույնը վազքն է։ Եթե անել շատ, եթե անել սխալ ու եթե վազել մարաթոններ։ Ես էլի ասում եմ, համ իմ կարծիքին եմ իհարկե այս ամեն ինչը մի քիչ իմ կարծիքը գումարում եմ նրան, ինչը որ կա հոդվածներով, ստատիստիկայով եւ այլն։ Մարաթոն վազելու մեջ ոչ մի առողջ բան չկա։ Բացի այդ, անձամբ իմ անունից եմ բնականաբար ասում, ես կոնկրետ չեմ վազում նրա համար, որ առողջ լինեմ։ Կարծում եմ, որ առողջությունը ինչ որ տեղից կողքի հարակից էֆեկտներից է, որը ստանում ես, ասենք չեմ հիվանդանում, մեծ էր այդ հիվանդանալն էր Վիեննայից առաջ, վերջինը, ասենք, 7-8 տարի առաջ, չեմ հիվանդանում հաճախ, ասենք ինչ որ լավ իմունիտետ ես ունենում եւ այլն, բայց ես վազում եմ, որովհետեւ ինչ որ մի պահից չես կարողանում չվազես։ Ով որ վազող է, ով որ երկար է վազում, գիտի էլի այդ ինչա, այդ մեկ էլի սխալ, վախնա որ կկորցնես քո ֆորման, եթե 3 օր չվազես, քեզ թվում է դու կվերածվես, չգիտեմ, ինչ-որ մեկի, որ էլ չի կարողանա վազի, կամ VO2max-ը կիչնի, կամ էլ չես կարողանա վազել, որը սուտ է։ Երկրորդը ինչ որ օրգանիզմի մեջ ինչ որ քիմիական process-ներ են սկսում ձևավորվել, երբ որ դու երկար վազում ես, խոսքը distance running, այսինքն երկար տարածություն վազում, որոնք ավտոմատ մի քիչ կախվածություն է ստեղծում, որ դու միշտ փորձում ես այդ նույն նյութեր կլինի, այդ նույն զգացողություն կլինի միշտ ստանալ։ Դրա համար ասում են, այն որ վազողները իրանց բոլոր խնդիրները լուծում են վազքով, իրանց ասենց մի քիչ նաև escapism է, էլի, այդպես խնդիրներից փախնելու բան էլ կա։ Ինձ որ հիմա վաղը ասեն, գիտես ինչ կա, օգուտ չի վազքը։ Ընդհանրապես օգուտ չի։ Ես դրանից չեմ թարգի վազել, կիմանալ որ վնաս տալով վազում եմ։ Ու շատ վազողներ դա
Հա կարող է գան ստեղ կամ ինչ որտեղ խոսալուց ասեն դա գիտեք ինչ է, շատ օգտակար է, բայց այն ծավալը, որ իրանք անում են, այն ինտենսիվությունը, որ իրանք անում են, միշտ ասենց սահմանային վիճակ է, արդեն մի պահից վերածվում է վնասի։ Ես կարծում եմ ու էլի մոտավորապես տենց այնքանով որքանով ցույց են տալի հետազոտությունը, ասենք շաբաթը 3 ժամ կարդիո անելը վազք, ընդ որում երկրորդ զոնայում առաջի սրտի զոնաների մասն եմ խոսում, այսինքն հանգիստ, շատ հանգիստ 3 ժամ վազքը լրիվ հերիք է, որ մարդ լինի առողջ եւ օպտիմալ օգուտները ստանա վազքից։ Այն ինչ որ անում եմ ես, այն ինչ որ անում են շատ մարդիկ, որ ես ճանաչում եմ, վազում են շաբաթական 5-6 ժամ, վազում ենք 4-րդ, 5-րդ, ասենք պուլսի զոնանում 4-րդ լավ պուլսի զոնանում պուլսը բարձրացնում են 170 եւ այլն, բնականաբար լավ արդյունքներ ստանալու համար դա պետք է ան, բայց հիմա հարց է ծագում։ Ինչի համար այդ լավ արդյունքն է, եթե դու պրոֆեսիոնալ սպորտսմեն ես, բնականաբար չես հաղթելու օլիմպիական խաղեր կամ ինչ-որ մեծ մարաթոն, այսինքն դու քո համար ես անում, քո էգոն Կարծում եմ մեծ մասն են դե իրանք համար ան։ Հա, բայց ես մարդ գիտեմ, որ երբեք չի մասնակցում ոչ մի մրցումների, իմ ասած իդեալական այդ սպորտային մարդն է, որը դուրս է գալիս, վազում է իր 3-4 ժամը դանդաղ տեմպով, սոցիալական մեդիա էլ չի գցում իր վազածները, ինքը 100% ստանում է այն հաճույքը, որը ստանում է վազքից ու չի վնասում իր, չգիտեմ, հոդերը, սիրտը եւ այն, որովհետեւ ամեն դեպքում ինչ որ մի հատ ծավալ կա, որը դառնում է մի քիչ վնաս։ Ու մարաթոն վազելն է այդ ծավալից դրանից մեկն է էլի։ Դու ասացիր, որ հիմա որևէ միջազգային մեծ մրցաշարի չես նախապատրաստվում։ Այդ դեպքում քո սովորական մարզումային process-ը ամսվա կտրվածքով կամ շաբաթական կտրվածքով ինչ տեսք ունի։ Հիմա մարզավիճակը էլի մնա քո ուզածի։ Հիմա վազում եմ շաբաթը 5 օր, հավաքվում է մոտավորապես 60-ից մի քիչ ավել կիլոմետր։ Շաբաթ կամ կիրակի մի քիչ ավելի երկար տենց վազք եմ անում 15 կիլոմետրի կարգի, մնացած օր 10 մի քիչ։ Ու մի օրը մի քիչ արագ եմ վազում, մի 5 կիլոմետր, մի քիչ արագ տեմպով եմ վազում, որ տենց ոտքերս չմոռանան արագ վազքի մասին էլի։ Այդ սենց հիմիկվա իմ վիճակն է, որովհետև երբ որ պարապում էի մարաթոններից առաջ, այդ ժամանակ շաբաթական մոտ 100 կիլոմետրի էր հասնում ծավալը, 2 հատ կար արագ օրեր, տենց ինտերվալային տեմպով վազքեր եւ կիրակի օրը ոչ էլի երկար վազքեր, բայց ոչ թե 15, այլ 20 եւ ավել կիլոմետր էր էլի։ Հիմա այդ մրցել թարգելու մասին էլ էլի, որ չգիտեմ, բոլորին է դա սպառնում, որ զբաղվում ասա, որ թե ոչ բոլորին, որտեվ գիտեմ մարդիկ, որոնք վազում են 80-100 հատ մարաթոն իրանց կյանքում, տենց բերում են Facebook-ում այդ մարդկանց։ Այդ էլ մոտեցման խնդիր է։ Ես օրինակ քանի որ միշտ նախապատրաստվել եմ այդ վազքերին, միշտ 4-5 ամիս, ընդ որում խոսում ենք համ վազքի նախապատրաստություն, համ մի քիչ տենց սննդի ավելի սենց հետևել, բնականաբար ալկոհոլը լրիվ դուրս է գալի 5-6 ամիս արանքից, ես նես չի որ սիրում եմ խմել կամ տենց պրոբլեմ ունեմ, բայց նույնիսկ ասենք մի բաժակ գարեջուր չեմ խմում այդ ընթացքում, որ սենց շատ իդեալական ինչ որ վերացական, իդեալական վիճակում լինես, բացի այդ, ասենք սկսում եմ 5.5 առավոտներ արթնանալ, գնալ Արտաշատի ստադիոն ընդեղ անել։ Այդ իրոք տանջալի է։ Բնականաբար հա, տենց այդ վազքից հետո քեզ լավ ես զգում մի ժամ, բայց ինքը դա տանջալի ռեժիմ է։ Այնքան ժամանակ էր այդ արդարացված, քանի դեռ այն մարաթոնը, որ դու դրանից հետո վազում ես, այդ էնդորֆինները, էյֆորիան, որը դու դրանից հետո ունես, կոմպենսացնում է այդ 4-5 ամիս տառապանքը բարի բուն իմաստով էլի։ Բնականաբար առաջի մարաթոնը վազում ես, այդ էյֆորիան այնքան է, որ տենց մի քանի ամիս է ձգվում, դու տենց ուշ կմտքդ ես ինչ լավ էր, ես սա արեցի, ինչ որ լավ ժամանակում եւ այլն։ Երկրորդը արդեն այդքան է շատ չի, երրորդը այդքան է շատ չի, հետո ասենք անում ես քո ուզած, չգիտեմ, 3 ժամվա մեջ էլի մի հատ սենց նոր պորցիա գալիս է, ահա, էլի ձգում է մի քան, հետո չգիտեմ, այդ մեյջորներն ես անում, հա։ Մի պայից հետո իմ դեպքում եղավ որ արդեն այդ տառապանքը շատ ավելի շատ է, քան այն ինչ ստանում ես դրա։ Այն ինչ վերջում ստանում ես, դա ինքը դառնում արդեն մի
ռուտինա էլ չասեմ, դե մի քիչ ռուտինա, մի քիչ մարաթոն վազելը ռուտինա հələ տեղ չէր, բայց դե սпасելի արդյունք։ Հա, մի քիչ վատ անցնում, ասենք այդ մարաթոնը մի քիչ էլ տեղ հիասթափվում ես, գումարումը Բա ինչի համար հա, է ինչի համար եմ անում։ Բացի այս գումարումը վախը, բա որ էլի մի 6 ամիս էլ պարապեմ, էլի հաջորդն էլ լավ չստացվի։ Այդտեղ դե չլինելով պրոֆեսիոնալ սպորտսմեն, մի քիչ սկսում ես հասկանալ պրոֆեսիոնալ սպորտսմեններին, որոնք օրինակ այդ պարտություններից հետո դուրս են գալիս էլի մրցելու, կապ չունի որ սպորտում։ Մենք տես սպորտ դրամաներում ենք տեսնում տես պատմություններ, երբ որ դու չկա սպորտում, այդ չես հասկանում էլի, նե հայ ասենք դու սարի, չգիտեմ, մրցի։ Բայց հետո հասկանում ես, որ ամեն պարտությունից հետո ինչքան իր այդ անորոշությունը, որ ինչ կլինի, կստացվի, չի ստացվի, կարող է իզուրեր, կարող է ասել չեմ կարող երբեք ավելի լավ անել, կարող է երկու հատ պարտվել եմ, ուրեմն 3-րդ, 4-րդ, 5-րդն էլ կպարտվեմ։ Ես հասկանում որ այդ շատ բարդ բան է։ Հələ մենք Մենաշնորհակ մենտալ կոտրվում է։ Հա, հələ մենք սիրողական ենք, հիմա ասենք դանդաղ վազեցիր, ով է քեզ ասելու, հա, էլի գնացիր դանդաղ վազեցիր կամ քո ժամանակ, բայց այն մարդիկ ովքեր տենց ամբողջ աշխարհը նայում է իրանք ոնց են լեհերիկ չի, դա իր պրոֆեսիոնալ միակ զբաղմունքն է։ Բացի այդ իրանք այդ մարդկանց համար շատ բարդ է։ Ես հիմա եմ հասկանում, որ լինելով դրանից շատ սենց հեռու, դրա մի փոքր սենց կտորը տեսնելով ես հասկանում եմ այդ ինչ է։ Ընդ որում իմ մոտ էլի վատ չի գնացել, ես ասենք մինչև վերջերս հա արագանում էի, վերջի այդ Բերլինն է, որ երևի շատ ամբիցիոզ ինչ որ ժամանակ դրեցի, չստացվեց, այտենց ես որոշեցի, որ ժամանակ, ինչ որ որոշ ժամանակ չեմ մրցի, էլի։ Վազքում կան ինչ որ կերպարներ, որոնց որ դու սիրում ես հետևել, համացանցում անավանդ հիմա չեմ ուզում ասեմ մոդայի կա դարձել, բայց բավական ինտենսիվ, իրանք բավական ճոխ Instagram-յան էջեր են վարում, YouTube-ում կոնտենտ է հայտնվում ու դրա շրջանակներում կցանկանայի նաև որպես վազքի աշխարհի տենց բյուրեղային կերպար խոսել նաև վերջերս Նյու Յորքում իր վերջին վազքը վարած եւ իր կարիերայի պրոֆեսիոնալ վատագույն արդյունքը գրանցած, որը բոլորիս համար տենց երազանքի թիվ է 2 ժամ 14 րոպեն Էլիոտ Կիպչոգեի մասին խոսել, ով հրաժեշտ տվեց ու դարձավ 41 տարեկան։ Ուրեմն, հա, ես երբևէ չեմ ունեցել կուրքեր ոչ մի բանում։ Կուրք չանվանենք, չեմ ունեցել հեղինակություններ, ոչ մի բնագավառում կլինի սպորտ, թե մասնագիտական, թե ընդհանրապես։ Որովհետեւ, երևի բնավորությամբ չեմ ունեցել։ Հիմա ինչ վերաբերում է Կիպչոգեին կոնկրետ, հետարքյա որ 18 թվականին, երբ որ ես վազում եմ Բերլինե, դե նույն sense ասած մրցման մեջ էինք, հա, որը պահկար ձեզու իրան մի քանի 100 մետր էր բաժանում։ Պահկար, հա, բայց ինքը արդեն հետ էր, երևի ինքը արդեն հետ էր գալիս, մենք sense գնում ենք, տենց կարող է 100 մետր բաժաներ։ Տենց ուզում ասեմ մի տեղում եղել ենք նույն պահին, հա, եթե այդ ինչ-որ մի բան նշանակում է իր համար, դժվար։ Այդ բայը աշխարհի ռեկորդը սահմանեց ու իր լավագույն ժամն 2 ժամ 1 րոպե 39 վայրկյան արեց։ Ինքը ես Instagram-ով իրան չեմ հետևում, բայց քանի որ դե վազքի մասին բերում է տարբեր ասենց տեղից ընդեղից իր խելոք խոսքեր, ինչ որ իր այդ մոտիվացնող, ինքը մի քիչ փիլիսոփայական բաներ էլ ասում, այնքանով որքանով կարա մարաթոն վազորդը փիլիսոփա լինի։ Դե չնայած որ քո հետ շատ երկար ես մենակ մնում, հա, մտքեր գալիս են, որոնք քեզ թվում են շատ խորն են, երևի իրան էլ է թվում։ Դե իր ասենց ասած ուղերձը այն է, որ մարդը սահմանափակ չի։ Այսինքն ամեն մարդ կարա անի բաներ, որը ինքը չի կարծում որ կարող անի։ Այդ առումով ես լրիվ համաձայն եմ, որովհետև էլի ես չեմ կարծում որ ինչ որ մեկս երևելի բաներ է անում, բայց երբ որ անում ես, հետո հիշում ես քեզ մի տարի կամ 2 տարի, քեզ իրոք ասենք ես 10 կիլոմետր վազում ես, մտածում ես վերջն է։ Այսպես ավել ոչ մի մարդ չի կարող վազի։ Ոչ թե ոչ մի մարդ, ես կոնկրետ չեմ կարողանա վազեմ։ Ես առաջ անգամ վազել էի half marathon, ասես մահամերձ մտածում եմ ոնց կարելի է սրա վրա մի հատ էլ 21 վազել, քայլել, նստել ու հետո ասենք անցնում է 2 տարի դու այդ անում ես։ Հիմա իր դեպքում ինքը դե փորձեցին 2 ժամվա մեջ անել մարաթոնը, իհարկե պայմանները մի քիչ ուրիշ էին, բայց դե արեց։ Չիկագոյում 2 ժամ 35 վայրկյանում արեցին, արդեն նորմալ մրցման մեջ, հետո դժբախտաբար այդ սպորտսմենը մահացավ հենց Կենիայում ավտովթարից։
Տես այս է մարաթոնը։ Մարդը արել է 2 ժամ ազգանունը չենք հիշում։ Բայց ասենք ֆուտբոլիստներ, որոնք տենց ոչի բան չեն արել, գիտենք, դե Կիպլիմոն չի։ Կիպլիմոն չէ, Կիպրուտոն էլ մի խոսքով, հա։ Դե ինքը Կիպչոգեն ինքը երևի թե իր ամենամեծ միսիան հենց այդ է եղել, որ ինքը այդ իմ գնահատմամբ տխուր սպորտը մի քիչ սարքել է mass market սպորտ, էլի, որ մարդիկ միգուցե որ չգիտեն այդ սպորտից ոչ բան, գոնե իր դեմքը կամ իր մասին կամ իր ինչ որ խոսքերը իրանց հասնում են։ Չեմ կարող ասել ինչքան է դա մոտիվացնում որևէ մեկին զբաղվել սպորտով։ Ասենք իր խոսքերը կամ իրան տեսնելը։ Որովհետև ես ասում եմ վազքը շատ բարդ սպորտ է, ինչ որ մեկին համոզելու, որ ինքը մասնակցի կպնի դրան այդ առումով։ Ես ինքս ոչ մի մարդու երբեք չեմ էլ փորձել, բայց չի էլ ստացվել ու մտքովս էլ չի անցնել, որ ասեմ արի վազենք։ Ընդհանրապես որևէ մեկին չես փորձել։ Երբեք չեմ փորձել, ուրիշ բան որ մարդիկ միգուցե տեսնելով իմ վազքերը կամ չգիտեմ ինչ որ մի բան լսելով որոշել են որ հələ մենք էլ փորձենք։ Պայմանական հաջողությամբ, իհարկե մարդիկ մի քանի ամիս փորձել են, հետո հասկացել են որ տխուր է, մարդիկ կան որ հետո շարունակել են ու հասել են շատ լավ հաջողությունների թեկուզ իրանց սպորտային կարիերայում, բայց ես չեմ հավատում որ հնարավոր է ինչ որ մեկին ով ինքը իրանով չի գալիս վազքի համոզել որ դա լավ բան է։ Չէ, բայց ինչ որ մի հատ տրիգեր լինում է, չէ՞ որ դու որոշում ես կայացնում որ գալիս ես։ Հա։ Հետի կարող է օրինակ չեմ կարողանում բռնել ես այդ տրիգերը։ Քո դեպքում թե այլոց դեպքում։ Ոչ մեկի դեպքում, որովհետև դե մի քանի կա մոտիվացիա, լավ, ասենք մարդ ունի ավել քաշ, վազեմ, նիհարեմ, ինչ որ մի հատ մոտիվացիա։ Դա հիմնականն է։ Ինչ որ մի հատ մոտիվացիա, այդ դեպքում կամ մարդը ունենում է ինչ որ տենց նվիրվածություն դրան, հասկանում որ դա հեշտ բան չի, վազում է, բարձր արագ դա չի տեղի ունենում, բայց ինքը շարունակում է վազել, այդ մի մոտիվացիա։ Երկրորդ, չգիտեմ, առողջ լինել այնքան sense abstract մոտիվացիա, առողջ չեմ ուզում լինեմ, գնամ վազեմ։ Որտեղ որ առաջի անգամ դուրս ես գալի վազքի 500 մետր հետո, ասենք շունչը կտրվում է, իսկ դու դրա համար ինչ որ հագնվել ես, ինչ որ կոշիկներ, ինչ որ դուրս ես եկել, ինչ որ արդեն քրտնեցիր, արդեն վատը զգացիր, անցել է 2 րոպե ու վերջացավ քո ինչ որ այդ ինչը որ տենց Instagram-ը իր մի քիչ գցել, կարող է մարդը իր հետ բերել, հրավիրել, 3 րոպե հետո դա վերջացավ։ Այդ այնքան sense դեմոտիվաց չգիտեմ ինչա։ Հա, կարա դառնա։ Որտեվ եթե ասենք նույն ջիմը, որից խոսացինք, ասենք մենք կգնանք ջիմ, ինչ որ քաշեր կդնենք, ինչ որ մի քիչ արանքում կխոսանք, մի քիչ էս կանենք, մենք գոնե մի ժամ ինչ որ մի հատ մի բան կանենք, վերջում տենց հոգնած ինչ որ տեղերից ցավալով, բայց գնանք մենք ինչ որ մի բան արինք, եկանք տուն ու լավ էր։ Հա։ Նույնը չգիտեմ, գնանք ֆուտբոլ խաղանք շատ վատ, բայց ինչ որ կվազվզենք, ինչ որ մի քիչ կկանգնենք, ինչ որ մի բան կանենք, մի ժամ մենք ընդեղ էինք։ Վազքը թույլ չի տալիս այդ ոչ ինքնախաբեություն, ոչ ընդհանրապես խաբեություն ու այդտեղ էլի այտենց կարծում շատ լավ էր գրած, ասում է վազքը դու սկսում ես սիրել այն ժամանակ, երբ որ քո մոտ սկսում է մի քիչ ստացվել։ Բայց պետք է մինչև այդ դիմանաս, այդ մի ամիս է դա թե 2 ամիս է, այդքան ժամանակ դու պետք է դիմանաս, որ դու գնալու ես ու ասենք ինքը տևել է 15 րոպե, դրա համար դու դուրս ես եկել։ Կարանք անվանենք որ կա այդ մարզաձևի կարող գեղեցկություններ են դրա մեջ է, որ ինքը պարզապես sense հպանցիկ մոտեցումներ չի հարգում, այսինքն կամ իր հետ հաշվի ես նստում, կամ իրանով չես զբաղվում, որովհետև շատերին թվում է ինչ վազքը դա բազային մի բան է, հա ես գիտեմ վազել։ Դուք ռոմանտիզացնում եք դա։ Հիմա ասում եք sense իր գեղեցկությունը, ես չգիտեմ։ Ես ինձ թվում է մարդկանց տեսակից է գա։ Այո, ես մեջը պետքա ռոմանտիկ ինչ որ մի բան տեսնեմ, որովհետև ես ինքս ինձ մոտիվացնելու տեսանկյունից ես մինչև եթերն էլ ասছি, հա, որպեսզի ես ամեն օր գամ այս նույն եթերը անեմ, ուրեմն պետքա ինչ որ միտեղ ինքս ինձ ստուգեմ, արդյոք ես կարող եմ միշտ անել ինչ որ մի բան։ Իդեպ կնոջս մի անգամ երբ որ տենց ասում էի դե դի կարևոր է պետք է անել եւ այլ, ասի անի, եթե պատին թուղթ կախեմ ու խնդրեմ ամեն օր պրոստը արի գալը չկա դիր։
քանի օր տենց կտևի քո համբերությունը, որ դու առավոտ X ժամի գաս դնես։ Ոչինչ չանել, մենակ Հա, գալի չկա դնես։ Ես վստահ եմ, որ շատերի մոտ երկրորդ շաբաթը երկու շաբաթ առավելագույնը։ Հետո կասի հալավ հեսա կդնեմ, հեսա մոտիկ անալու եմ սառնանին, մետը ձեռի հետ կդնեմ ու կմոռանա այդ օրը։ Ու դու հասկանում ես, որ դու ինչ որ մի բան ասնելու ու անելու համար պետք է այդ մոտդ այդ։ Իմ մոտեցումը լրիվ հակառակն է դրան։ Ես օրինակ ես մեկ ծխելն եմ target-ն ես մի 10 էլի վազքից մի քիչ առաջ էլի հետո սկսեմ վազել ոչ մի բանը ես չեմ տրամադրվել նենց որ այս բանա դիսցիպլինա է պետք որտեղ չունեմ դիսցիպլինա որ այս մենք անում ենք որովհետև դիսցիպլինա է եթե ես իրոք ես ասում եմ իմ բախտը բերել է ես առաջի վազքից հաճույք եմ հենց առաջի վազքից սկսել եմ հաճույք ստանալ Ուրեմն գենային մակարդակում հակում երևի։ Գիտեմ, ես չէ, ասեմ, մի պահ գնում էի մարզասրահ, մեր չսիրած մարզասրահը, այնտեղ այդ բառը ոչ հայերեն կա։ Որը մեխանիկական վազքուղու վրա, լավ, sense ասեմ, վազում էի, ու քանի որ ինքը կազմում էր ընդհանուր այդ մի ժամվա 10 րոպեն, ես այդ դրսի այդ ամոթալի 10 րոպեն չեմ էլի ապրել։ Արդեն ես երբ որ սկսեցի փողոցում վազել, արդեն կարողանում եմ մի ժամ վազել։ Հա։ Մի ժամ վազեցի, շատ լավ, եղանակը լավ, հետս մարդիկ կային, ովքեր տենց իրանք որոշել էին դուրսը վազել։ Ամեն ինչն շատ լավ սկսեց։ Ու ես այնքան այդ սիրեցի, որ իմ մոտ երբեք չի եղել այդ խնդրեմը, որ դե լավ վաղը, բացի այդ եղել է իմ մոտ այդ հենց առաջի տարին, երբ որ ես նոր էի սկսում։ Եղել է մի բան, որ ես ձմեռը եկավ, արդեն մի քիչ ավելի քիչ էր մոտիվացիան դե ցրտով դուրս գալու, ես ընդհանրապես ինձ խղճի խաչ չեմ ունեցել, որ դե հիմա չեմ պարապում։ Չեմ պարապում, որտեվ հաճելի չի լինելու։ Ու ես վերադարձա էլի պարապելու, որից հետո արդեն տենց երկար ընդմիջումներ չեն եղել բացի այդ բանը, ոսկոր ջարդելու 5 ամիսը։ Ես երբեք երկար դադար չեմ տվել, որտեվ ես ամեն երեկո սպասում երբ եմ մյուս օրը բացվելու, որ ես վազեմ։ Այսինքն տեղ խնդիրը ինչ որ շատ բան եմ, դիսցիպլինա ունեմ, կամ շատ պատասխանատու եմ։ Ու դրա համար ես երբեք դրա վրա չեմ դնում դրա վրա չի հիմնվի, որ բանա եթե դրա վրա թողնես ցանկացած վարդ մի պահի կկորի այդ դիսցիպլինան կամ մոտիվացիան կկորի կամ պետք է մարդ սիրի այդ շատ սիրես ոնց որ մարդիկ սիրում են վատ բաները հիմա մեր բախտը բերելա մենք սիրում ենք մի քիչ լավ բան որը կողքից ինչ որ առողջական երևի թե պլյուսներ ունի կամ հասարակության կողմից ավելի լավ է ընկալվում քան թե ասենք որ ավելի վատ երևույթներ բայց ինքը massամբ կախվածություն վատա հնչում է դա արդեն շատ վատացրի վազքի բանը, բայց massամբ կախվածությունը, ասեմ ինչա, նաև կախվածությունը, ում հետ ուզում եք խոսեք դուք էլ։ Ասենք մի տեղը ցավում է, ինչ որ վնասվածք է ստացել։ Ամեն տեղ գրած է՝ մի վազի, թող 2-3 օր հանգստանա, որովհետև դու վնասում ես քեզ։ Իմ ճանաչած, ես չգիտեմ, ոչ մի վազորդ, որ 3 օր նստում է տունը եւ թողնում է լավ, բոլորը ովքեր արդեն ընկել են այդ չգիտեմ ինչի մեջ, այդ տեմպ կլինի, այդ կախված, չգիտեմ, ավելի լավ բառ կարող ենք մտածել, որը հիմա մտքից չի գալիս։ Իրանք դուրս են գալիս վազում են։ Նույնը ես վազում եմ, ես ոդքից, ցախ ոդքից ներքեի հատվածում ճաքուն եմ վազում։ Ահա, խնդրեմ։ Հիմա իմացա մի շաբաթ։ Հիմա էտա, հիմա այդ որտեվ մարդիկ սիրում են այդ։ Ինչ որ մարդիկ, ես ու լրիվ համաձայն եմ մարդու բնավորության ինչ որ, չգիտեմ mindset անգլերեն ասածի հետ կապված է։ Հա, ինչ որ ընդհանրություն կա այդ մարդկանց մեջ։ Ինձ թվում է այդ մի քիչ ինտրովերտ մարդիկ են, իմ հույսը էդ էր, բայց մեկ-մեկ հանդիպում են շատ էքստրավերտ վազողներ, հա, փաստորեն էդ էլ չի էլի այդ ընդհանրությունը, իսկ որ մի քիչ ինքնամփոփ մարդիկ են վազողները, բայց չէ։ Ուզում են կտրված լինեն։ Քո ասած էսկապիզմի ձև որ։ Հա, դե ինքը հաստատ որոշ էսկապիզմի ձև է, այդ մարդիկ կան, որոնք շատ հստակ իրանք պոտենցիալ ասկետներ են ու էսկապիստներ։ Դե բերում է դրան, դա ասենք երբ որ դու շատ ես սկսում ասենք ամեն օր 2 ժամ դու մենակով ինչ որտեղ ոչ մեկ հետ չես խոսում նույնիսկ լավա որ նա երաժշտությունը չես լսում տենց ինքդ քո հետ բանես բերում է մի պահի դու գալիս ես դրան այնքան ես ինքդ քո հետ շփվում որ հասկանում ես նա շփվում ենք էլի էլ ինչի մաս կա ուրիշ մարդկանց հետ է շփվելու ես գիտես ինչ կյանքում չէի մտածի որ վազքի մասին այս ձև բևեռային հակառակ մոտեցումներով մարդու հետ կյանքում կշփվեմ այդ տեսանկյունից ահա որ ինձ հետաքրքիր է ու այդ տեսանկյունից եւս մեկ բան է հետաքրքիր։ Հիմա արդյոք մենք կարիք ունենք
մասսայականացնելու վազքը եւ եթե այո, քո մտածումները որոնք են, հա, որ հանկարծ չթվա, սենց վերջում իբրև սենց ամփոփում, որ զզվում էր վազքից, բայց տես զբաղվում է 30,000 կիլոմետր վազել ասածելով, ընդհանրապես տես չի։ Իմ ասածը երկու բան էր։ Մեկ, մարաթոնները առողջարար չեն, մեկ։ Երկրորդը, ես էլի ամեն մարդու բնականաբար անձնական գործն է ինքը ինչ ամ, կարող մարդիկ կան, որ երբեք չեն պարապել, դուրս են գալիս, մարաթոն են վազում։ Դա մարդիկ մարդիկ կան իրար ապտակում են ու դա սպորտ։ Հա, դրա մասին չի խոսքը։ Խոսքը դրան մոտենալ ավելի սենց էլի ոչ ոք չի կարողանալ լավ ոչ մի խորհուրդ այդ առումով չեմ տա, ով ոնց ուզում է թողանի իմանալով որ հա այտենց մի երևելի բան չի։ Հիմա ինչ վերաբերում է ձեր հարցին, բնականաբար շատ լավ կլինի, որ շատ մարդ զբաղվի, բայց հենց իմ ասածից բխելով զբաղվեն ինչ որ մի քիչ ավելի շատ կարդան, մի քիչ ավելի շատ կարդալ հիմա ոչ ոք չի կարդում, YouTube նայեն, չգիտեմ, ոդկաստ լսեն, վազքի կոշիկ թող հագնեն, հիմա չեմ գովազդելու ոչ մի բրենդեր, թող Nike-ից կոշիկ առնեն վազքի ամենապարզ կոշիկը, բայց ոչ թե գնան կեդերով վազեն, մեկ։ Երկրորդը, մի քիչ որ սկսում են շատ վազել, թող պարզապես Google-ում գրել ինչքան վազել, սկսնակ վազորդին, լավ կլինի դա գրեն անգլերեն կամ ռուսերեն, որտեվ չգիտեմ հայերեն ինչ նյութեր կան ու ChatGPT-ն էլ թող շատ այդ առումով չվստահեն, որտեվ ես բաներ կա որ 100% գիտեմ, ոչ թե ես տենց 100% գիրք կա էլի, որ այդ գրքում ինչ-որ բաներ ա գրած, բասկի։ Ես հարց ես վերջերս տալիս, այդ գրքին հղվելով ինքը ասում էր, այս գլխում այս կետում գրած է X բանը, ասում եմ լրիվ հակառակն ա գրած։ Հետո ասած հա կներես ճիշտ է խառն դա համար թող Google-ով, այսինքն օգտվեն փորձված մի քիչ աղբյուրներից պարապելուց առաջ, որովհետև այսինքն փաստեր որոնեն, այլ ոչ թե բանականության իմիտացիա կոնկրետ ինչ անել, եթե ուզում ես վազել 5 կիլոմետր 2 ամսից, ասենք դուրս եկել չի կարողանում, ինչ անել, ինչ հագնել, ինչ անել, մեկ։ Ինչ վերաբերում է մասսայականացմանը, դե հա, հիմա դες բարձր տենց հասարակական բաներից շատ չէ ուզում խոսա հիմա մի հատ կար խեղճ ու կրակ բարի բուն իմաստով Սպարտակի ստադիոն, որը ոչ մի բան էր, բայց ստադիոն էր, ինչ որ ռետինի գոնե բանով, հիմա ծածկով, հա, հիմա այս վերջերս մի շաբաթ առաջ բարձվեց ինչ որ մեծ սկանդալ է, ոնց են դա վաճառել, սեփականացրել ու դա չի լինելու ստադիոն ամեն դեպքում, լավ։ Հիմա ես, օքեյ, մոտիվացված, մարաթոն վազող, չգիտեմ, 5.5 կամարը արթնանում եմ, գնում եմ Արտաշատի ստադիոնում վազում եմ։ Քանի հոգի կա մարդ որը նոր ուզում է վազի եւ կգնա ոչ թե Արտաշատ, իր տնից կքշի 5 կիլոմետր հեռով, ոչ մի հոգի չկա տենց մարդ։ Ընդ որում շատ հետաքրքիր է, երբ որ մենք նոր էինք գնում Արտաշատ, շատ քիչ մարդիկ կային, արտաշատցի մարդիկ, որոնք գալին այնտեղ քայլում էին, ինչ-որ բանը, որտեղ դա ստադիոն է, որը իր շուրջ ինչ-որ ստեղծում է, ասենց համայնք սպորտին մոտ մարդկանց։ Վերջերս, երբ որ տեսնում եմ այնտեղ ինչ-որ մարդիկ վիդեո, լիքը մարդ կա։ Քաղաքային իշխանություններին առաջարկել այդ բանը Սպարտակի այդ վազքուղյակը դե այդ արդեն վերացավ։ Հիմա մտածում եմ ինչ-որ միտեղ մի բան կարող է մտածում են անեն, որովհետև այդ ակադեմիական քաղաք, Արտաշատ, մյուս այնքան հեռու է այդ այն բանը չի, որի համար դու կսկսես։ Ես օրինակ էլի հենց փոքրիկ մի հատ բան, ասենք ես ոչ մի մարդու խորհուրդ չեմ տալու որ ձմեռը սկսի վազել, որովհետև այդքան բարդ է լինելու այդ։ Մոտիվացիայի առումով դու դուրս ես գալու մրսես, տենց սայթաքես, ինչ որ դժվար բան, պետք է ամենալավ վիճակը ստեղծվի, որ մարդ դա սիրի։ Եթե մարդ դա չսիրեց, այդ զորով առողջության համար այդ ամեն ինչը չի, հա կաշխատի մի ամիս, մարդը եթե մարդ պիտի սպասի, որ երբ է գալու երեկոն կամ երբ է գալու հաջորդ առավոտը, ես գործից փախնեմ, գնամ վազքի։ Եթե դա մարդում ցանկացած բանի հետ վազք կլինի, ինչ ուզում ալ, եթե տենց մարդ չսիրի, շատ դժվար է իրան պահել, որտեվ ինքը ցավում։ Միանշանակ ինչ անում ես սիրով պետք է անես, մանավանդ մի սպորտաձև, որը որ հա ցավի հետ է ուղղակիորեն կապված։ Կետեր կա, որոնք որ ձեր մարմնի վրա հաստատ ցավելու են ու մեղմ ասած։ Ու միշտ։ Հետո բացայտելու։ Ես չգիտեմ դուք ինչքան ժամանակ է արդեն զբաղվում 11 թվականից։ Օ, բավականին շատ է։ Հա։ Ես եղել է տենց օր, որ չցավա միտեղ։ Ոտկերի մասին է խոսքը։ Ինձ թվում է եղել է, բայց ես այդուհանդերձ կարծում եմ, որ եթե ինտենսիվությունը մեծացնեմ, հա մի բան միտեղ բացայտվելու է։
միշտ պետքա սովորել պերմանենտ ցավին։ Հա, դե հիմա բնականաբար ասենք պետք է այնքան լավ լինի, որ դու այդ մեկը մյուսով կոմպենսացնես։ Մի հատ լավ բան կա, միջոցառումները շատացել են։ Մեծ, փոքր, տարբեր ինչ-որ ընկերություններ, բան կազմակերպում են, լիքը բանի մասին չենք էլ արդեն իմանում, բայց ամեն մեկը մի 100-200 մանավանդ արդեն trail running-ների մասին ես արդեն բաց եմ թողնում։ Այդ լավա, որ ինչ որ մի հատ այդ մշակույթը շատանում է։ Կան կլուբերը, որոնք մարդկանց էլի գրավում, օրինակ իրանք շատ լավ են։ Ես ինքս չեմ սիրում շատ մարդու հետ մարզվել կամ շատ մարդու հետ պարապել, որտեվ ես չունեմ այդ խնդիրը մոտիվացիայի, բայց իրանք շատ լավ են սկսնակ մարդկանց համար, իրանք մեծ բան են արել այդ բանի մշակույթի համար վազքային, թե կլինի try club-ը, թե ամենամեծը իրանք են, իրանց եմ նշում։ Նաև դուք եք մեծ դեր խաղում, կանչեք ավելի շատ վազքով զբաղվող մարդիկ, պրոֆեսիոնալների։ Ռոմանին կանչեք, թող մի քիչ պրոֆեսիոնալ կողմից մի քիչ ասի ինչքան որ ամեն ինչ կորած չի, ինքը այդ իր այդ տարբերակն ենք ունենալու, խոստանում եմ որ սրանից հետո նաև թակ կանենք, որ sense հրավերի հյուրից հրավերի առաջարկ ստեղծվի։ Հա, եւ կանչեք, օրինակ երամարտիկներ կանչում եք։ Ինչու՞ չէ։ Սամվելին կանչել եք։ Սամվել չէ։ Խորհուրդ եմ տալի Մարգարյան Սամվելին կանչենք, ինքը կարծում եմ շատ ավելի կմոտիվացնի մարդկանց զբաղվել, քան իրանից համը ֆուտբոլի մասին եք խոսենք, որովհետեւ ինքը ժամանակակից հայկական ֆուտբոլի հետ այնպես շատ լուրջ խնդիր ունի, որ ես չեմ կիսում։ Շատ շնորհակալ եմ։ Մերսի որ կանչել եք։ Հաջողություն։ Հաջողություն։